Բարև ձեզ, սիրելի համակիցներ, սիրելի ընկերներ, գաղափարակիցներ, այսօր կարծում եմ արդեն անհրաժեշտություն կա մի քանի խոսքով ամփոփել վերջին օրերին իմպիչմենտի օրակարգով մեր գործունեության մի հատվածը, ասեմ, որ վաղը մենք արդեն ունենք պայմանավորվածություն հանդիպում ենք հայրենիք կուսակցության քաղաքական ղեկավար կազմի հետ, հաջորդ օրը ունենք, այսինքն 5 շաբթի օրը արդեն պայմանավորվել ենք, այդ մասին էլ press release-ով հանդես կգամ, կասեմ, կպատմեմ ձեզ, պայմանավորվել ենք հանդիպել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, մենք նաև խնդրանքով դիմել էինք, մենք բոլորին մենք ենք դիմում, ուզում եմ դա հենց ամենասկզբից ասեմ, հանդիպման նախաձեռնությունները բոլոր ուժերի հետ մեզանից է բխում, մենք նաև դիմել էինք Հայ հեղափոխական դաշնակցությանը, որպեսզի հանդիպում կլիներ, մենք այնք ներկայացնեինք, բայց այնտեղից ստացանք մերժում, հետևյալ պատճառաբանությամբ մեզ փոխանցեցին, որ քանի որ մենք ընտրել ենք հրապարակային խոսքի գործիքակազմը, իրենք եւս մեզ անհրաժեշտության դեպքում կարձագանքեն կամ հարցեր կուղեն հրապարակային ֆորմատով, ինչը ես չդեմ չեմ, բացարձակ ուղղակի ձեզ փոխանցում եմ ունենք որ կետի վրա են գտնվում եւ նաեւ մերժողներից մյուսն էլ Բագրատ Սրբազանն էր, ով մերժեց պատճառաբանելով իր զբաղվածությունը։ Գնացած բոլորի հետ ում հետ հանդիպման նախաձեռնություն ենք ցուցաբերել, ունեցել ենք այդ հնարավորությունը եւ շարունակում ենք ունենալ։ Արդեն ասացի, որ վաղը հանդիպում ենք հայրենիք կուսակցության քաղաքական ղեկավարության հետ, իսկ հաջորդ օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների հետ ոչ պատգամավորական հատվածի, այսինքն կուսակցության հետ ենք հանդիպում։ Մեր բոլոր հանդիպումները հիմնականում մեր կողմից երկու մասից են։ Առաջինում մենք ներկայացնում ենք իմպիչմենտի գործընթացը, մեր պատկերացումները դրա մասին, սինխրոնացնում ենք մեր պատկերացումները տվյալ քաղաքական ուժի հետ եւ երկրորդ մասում մենք փորձում ենք նաեւ հասկանալ անհրաժեշտության դեպքում Նիկոլ Փաշինյանի փոխարինող վարչապետի տեխնացուի մասին պատկերացումները, եթե կա այդպիսի մարդ ունեն նաեւ այդ մարդու մասին խոսակցություններ, օրինակ միասին շարժման ընթացքում մենք հանդիպման ընթացքում մենք իմացանք, որ իրենք կոնկրետ անձ ունեն վարչապետի տեխնացու, դա նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է, իմ կարծիքով բավական պատկառելի մարդ եւ հաստատ որ խնդիր չեմ տեսնում անձամբ ես նրա տեխնացությունը եթե առաջադրվի բացարձակ խնդիր չի։ Այսօր պատիվ ունեմ խմբակցությունից եղավ պատասխան, ի տարբերություն Հայաստան Դաշինքի պատասխանի այդ պատասխանի մեջ չկային որևիցե նախապայմաններ, այսինքն մեզ պատիվ ունեմը չպարտատ չի առաջարկում անել 20 հաջիմ, բերել ինչ-որ պատգամավորի ձայներ, ինչ-որ մարդկանց քանակ գեներացնել, բերել իրենց ցույց տալ, բան եւ այլն, այդպես բաներ չկա, առանց նախապայմանների էր, ստորագրված էր, դա շատ կարևոր, որովհետեւ մինչեւ հիմա Էդգար Ղազարյանը փորձում է Հայաստան խմբակցությունից պարզի, թե ովքեր են ստորագրել այդ խմբակցության այդ հայտարարությունը, ովքեր են պատասխանատվությունը ստանձնել այդ հայտարարության համար, որտեղ է տեղի ունեցել այդ խմբակցության նիստը եւ այլն, լիքը հարցեր, որոնք մինչեւ հիմա անպատասխան են մնում, դրան հեսա արդեն երկրորդ հատվածում մանրամասն կանդրադառնամ։ Պատիվ ունեմը ասում իր պատասխանի մեջ ասում է, որ անկեղծած ես սկզբից որ կարդացի, տենց չհասկացա, մի քանի անգամ փորձեցի կարդամ հասկանամ ինչ նկատի ունեն,
Դա կարճ ասեմ Ժորժ ջան, պատիվ ունեմ, որ այտենց այդ բաների մեջ չմտնենք, հա, այդ տերմինոլոգիաների մեջ, որտեվ ասում եմ անկեղծ ես էլ այտենց մի քիչ երկար հասկացա էլի։ Պատիվ ունեմ ասում եմ, որ այս պահի դրությամբ որպեսի չստացվի, որ ես ամբիցիաների կռիվ եմ տալի կամ բան եմ անում, այս պահին ես ասեմ, ես տեխնացու չունեմ, եթե երկը ճիշտ եմ հասկացել։ Պատիվ ունեմի պատասխանը, հետեւաբար պատիվ ունեմը այս ամբողջ խոսակցությունը այդ իրակայելով փորձում է բերի ավելի կառուցողական դաշտ, այս մասին էլի այսօր այս ելույթում, այս բանում լայվում ձեզ կասեմ, ինչը շատ լավ է։ Սա եւս հնարավորություն է նույն Հայաստան դաշինքի, Հայաստան խմբակցության հետ եւս գալու կառուցողական դաշտ, լավ հնարավորություն է ընդ որում, էլի այդ մասին մի քիչ ուշ։ Պատիվ ունեմի հայտարարությունից հետո impeachment-ի գործընթացին Արթուր շարժմանը եւ իմ համեստ անձին եւ Էդգար Ղազարյանի համեստ անձին անդրադարձավ բավական մեծ թվով միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, Argumenti Fakti, Rian, TASS, Կոմերսանտ, Լենտարու, չգիտեմ, տարբեր հիմա բան չեմ հիշում, պատից դրած է, կարող եք նայել։ Տարբեր լրատվամիջոցից Նիգերիայից մի ինչ-որ լրատվամիջոց, անկեղծ ասած իմ համար անհայտ։ Միջազգային արձագանքը առաջին անգամ տեղի ունեցավ այս գործընթացի վերաբերյալ եւ հետեւաբար այս գործընթացը անցավ շատ մի հատ ավելի ուրիշ, ավելի, այսպես ասեմ, ավելի շոշափելի, ավելի առարկայական փուլ, դա իհարկե մեզ բոլորիս պարտավորեցնում է ի հեճուկս այն մարդկանց, այն թերհավատներին, այն բանով թերհավատ չեն էլ, իրանք տենց պրոստը ասած էր, որ ասեն չի լինելու impeachment այդ մարդկանց, այս ամբողջ process-ը մտավ արդեն միջազգային մամուլում քննարկման դաշտ։ Հետևաբար ինձ թվում է արդեն ավտոմատ լիքը հարցեր դուրս է գալիս, ինձ թվում է որ արդեն ճիշտ ժամանակն է, որ մեր ընդդիմությունը թողի իր քաղաքական, այս լայվը դրա համար եմ անում։ Այս լայվը կառուցողական լայվ է, շատ հարցերի պատասխաններ եմ տալու հիմա այս պահին եւ հետաքրքիր բացահայտումներ կանեմ։ Մեր ընդդիմադիրները անհատապես իրանք գիտակցեն, որ իրանք անհատապես պատասխան են կրելու այս գործընթացին իրանց թե մասնակցության եւ թե չմասնակցության համար դա լինելու, այսինքն այլևս խուսափել հնարավոր չէ այս գործընթացից, այնպես ինչ որ ձեզքի պայմաններ դնել ու քաշվել մի կողմ։ Հիմա անդրադառնամ այս օրերին մեզ պատասխանած խոսքը գրում է միայն падգամավորներին, որտեվ նաև տեսել եմ ինչ-որ տարբեր գործիչների են մեջտեղ բերում գցում, որ падգամավորների տեղը ինչ-որ բաներ խոսան, դրանց իհարկե չեմ անդրադառնա, խոսքը վերաբերվում է այս գործընթացի միակ շահառուներին, դրանք շահառուներ ասելով այս գործընթացի սուբյեկտներին, միակ սուբյեկտներին, դրանք падգամավորներ են։ Ես հատ-հատ անդրադարձել եմ, հա այսօր Իշխան Սաղաթելյանի ծնունդն է, շնորհավորում եմ Իշխանին, արդեն զանգել եմ, շնորհավորել եմ, հրապարակայնել եմ շնորհավորել, այդ իսկ պատճառով իմ կողմից ստորություն կլներ այսօր իր երեկվա հարցազրույցի մասով անդրադառնալը, եկեք Իշխան Սաղաթելյանին մաղթենք ուժ եռանդ, որտեղ այդ ուժ եռանդը մեզ բոլորիս շատ պետք է լինելու, արդյունավետ կռվի շրջանակներում եւ շատ մոտակա, այսպես ասեմ, հիմնական process-ներում անպայման Իշխան Սաղաթելյանին ես ինքս պատկերացնում եմ միայն ու միայն պայքարի առաջնագծում, որովհետեւ նաեւ տենց բաներ լսեցի, որ ինչ որ տիպը ես ասել եմ կամ չընդհանրում եմ ինձ էր վերագրվում, հա, որ տիպը ասել եմ, որ պետք է այս ինչ մարդը չլինի, այն ինչ մարդը լինի, այն ինչ մարդը չէ, բացարձակ ցանկացած մարդ, որ արդյունավետ կռվի պատրաստ կլինի, ես Իշխանին 100 տարի ճանաչում եմ, առիթ չեմ ունեցել
կասկածելու իր ազնիվ մղումների, միտումների վրա, այդ իսկ պատճառով մենք այնքան քիչ ենք, իրականում շատ քիչ ենք էլի այդ կռվի պատրաստ, բոյ տալու պատրաստ մարդիկ, որ շատ մեծ շքեղություն կլինի մեր համար, որ այսպես հիմարագույն տարաձայնությունների պատճառով իրարից հեռու կլինենք։ Իշխան ջան, եւս մեկ անգամ ծննդդ շնորհավոր, անցնենք մեր բուն արդեն ասելիքին։ Հա, ինչ խոսքեր է ասվում, հա, ինչպես է հակադարձվում իմպիչմենտին։ Իմպիչմենտը լուրջ չի։ Դեպքում խնդրում եմ հարգել իրագործ, նաև դուք երբ որ ինչ-որ մեկը ձեզ ասում է իմպիչմենտը լուրջ չի, անպայման հարցեք, ասեք, բա ինչն է լուրջ։ Չէ, ինչն է լուրջ, ժողովուրդ։ Լուրջա, այլ սակուրները չասեմ, էլ արդեն հոգնել եմ, չգիտեմ, կես ժամով հաղթանակի կամուրջը փակելը, լուրջա Նիկոլին ինչ-որ ազգային ժողովում խրոխտ հարց տալը, լուրջա պերմանենտ տփոց ուտելը ԿՊԱ-ականներից, ու դա շատ վատ է ընդ որում, դες որպես լավ չեմ ասում կամ ինչ-որ տես չարախնդում չկա իմ մեջ, դա համարենք ինձ են ծեծում, բացարձակ ինչ տարբերություն։ Ինչն է լուրջ, եթե իմ ընտրած մարդուն այնտեղ սաղորը բան են անում, քացուտակ են գցում, դա ոնց որ ինձ քացուտակ գցեն, բացարձակ տարբերություն չեմ տեսնում ես։ Ինչն է լուրջ, ժողովուրդ ջան, լուրջ է այդ ամբիոնը գրկել, այդ ամբիոնից շուտ բառեր ասելը, ինչն է լուրջ, էլի։ Լուրջ է հետընթաց ապրելը ազգային ժողովում ԿՊ-ին, այլևս երբեք դավաճան չասելը ազգային ժողովի դահլիճում, որ հանգարց բան չանեն ձեզ էլի նորից չհարցակվեն ձեր վրա։ Այդպես բաներն է լուրջ, ես չգիտեմ։ Իմ կարծիքով ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորը ընդամենը մեկ լուրջ անելիք ունի, մեկ ոչ թե իմ կարծիքով, դա սահմանադրության կարծիքով էլի նաև։ Դա իմպիչմենտի գործընթաց սկսելն է, նախաձեռնելն է։ Դուրում սկսել եւ ապավինել հանրության աջակցությանը, ոչ թե ասել հələ մի հատ հանրություն ջան, եկեք, հետո մենք այդպես բան կանենք։ Հաջորդը մեզ ինչ-որ անդադ ասում են իմպիչմենտը, դա իշխանապողության, դա падգամավորների մասին է, էլի խոսքը, ասում են, դա իշխանապողության գործիքներից մեկն է։ Բա մյուսը որն է։ Մյուս գործիքը որն է, որ մենք կարանք օգտվենք այդ մյուս գործիքից ենթադրենք։ Ես այս ընթացքում սպասում եմ ինչ-որ առաջարկի, մեռանք գնալով ստեյից ընդե, ասելով մի հատ առաջարկ արեք ախպեր։ Մի հատ առաջարկ արեք, այս իմպիչմենտը ասենց սաղ թողենք ու գանք այդ առաջարկին կպնենք։ Ընդդիմությունից բացի սպասենք մի տարի մինչև ընտրությունները գալուց, այլ եթե դաժե սպասենք օրացույցով 26 թիվը գալու է մի տարուց, այնպես չի որ դրանից բանը փոխում։ Այդ դրանից բացի ուրիշ առաջարկ չի եղել։ Չկա ուրիշ առաջարկ։ Չկա ուրիշ գործիքակազմ, գոյություն չունի։ Գործիքը մեկն է, մի գործիք է։ Դու կամ օգտվում ես այդ գործիքից, կամ շարունակում ես բոքսի տանձիկ աշխատել ԿՊԱ-ական падգամավորների համար ազգային ժողովի դահլիճում։ Դու այլ մոտիվացիա ես պրոստը չեմ տեսնում։ Իդեպ նաև այս վերջին հարցազրույցների մեջ Հայաստան դաշինքի Հայաստան խմբակցության անդամ падգամավորները արդեն ես նայեցի Արմենի Գյուրերյանի հարցազրույցի մեջ կար այդ մոռացումը, նաև տարբեր այլ տեղեր խոստացել է իշխանի հարցազրույցին չանդրադառնալ, բայց իշխանի հարցազրույցում էլ այդ որ իրանք պայման էին առաջադրել, որ մի հատ ժողովուրդ բերեք զանգված, բերեք բանյալ, այդ մասը տենց անցնում են, չեն անդրադառնում դրան։ Հիշեցնում եմ, որ ասում են, չգիտեմ, այսքան ձեն բերեք, այսքան ձեն կտանք, հիշեցնեմ Հայաստան խմբակցությանը, որ իրանք ընդամենը մի քանի օր առաջ պայման են դրել մեր բոլորի առաջ, ընդհանրապես հանրության առաջ դրել են, ասել են, սաղ գաք կհավաքվեք մեր բալկոնի տակ, 20 հատ էլ ձեն կբերեք, չէ, 8 հատ կներեք, ներողություն եմ խնդրում, սխալ ասի, 8 հատ էլ ձեն կբերեք, այսինքն ԿՊ-ի ձեներն էլ կբերեք, տենց ԿՊ-ից հետո նոր Հայաստան խմբակցությունը կմիանա իմպիչմենտի գործընթացին։ Հիմա այդ ժողովրդին կբերեքը սկսել են չասել, որտեղ ժողովրդի մեջ տենց հուզումներ առաջացրեց, բան тут ծվասին նիֆիգա սիբե ախպերեսի չեն ասում։ Հիմա այդ մասը տենց ամր չի ասվում։ Իհարկե դուք չեք ասում, բայց ես դա անդադ ասելու եմ։ Դա ձեր հայտարարությունն է, ձեր հայտարարությունը ձերս գալու եմ, մտի արդեն հետո գալ եմ։ Հա, մեր падգամավորները նեղացած սկեցվածք են ընդունում։ Նեղանում են, նեղացած են։ Վրդովում են,
որ ասում են մեզ թիրախավորում են եւ այլն։ Եվ այս վարքը շատ մարդկանց մոտ հարցեր առաջացնում, ասենք ինձ միշտ այս վերջերս զանգում են, ասում են պարոն Մալյան, ինչի ես չենք հասկանում, ես ինչա կատարվում, ինչի է սենց, ինչի են մարդիկ տենց խուսափում, թռնում իմպիչմենտի թեմայից եւ այլն, մանկական կոպտիկներ անում երևի այն հույսով, որ մենք դա չենք տեսնի ու տենց ես ինչ։ Բացատրեմ, ցավում եմ, բայց պետք է բացատրեմ, ցավում եմ, որտեղ արդեն պարզ պետք է խոսեմ։ Եթե հիշում եք, ապրիլի 28-ին ես ասացի հետևյալ արտահայտությունը, նախ սկսեմ նրանից, որ Հայաստան դաշինքին, այդ դաշինքի անդամ որևէ կուսակցությանը դաշնակցությունը կլինի, թե երբեք ոչ մեկ ոչ թիրախավորել է, ոչ էլ թիրախավորելու միտում անեց, երբեք։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ Հայաստան դաշինքին թիրախավորում են, այդ մարդը ստախոս է։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ դաշնակցությունը թիրախավորում է, այդ մարդը ստախոս է, չկա տենց բան, ոչ մեկ չի թիրախորում։ Հարցեր, բան տալիս ենք, հարցը պատասխանով փորձում ենք որ բաների մասին, որոնք չենք հասկանում, հասկանանք։ Իսկ թվում է հարց տալը նորմալ է, ոչ մեկ չի արգելել հարց տալը։ Բայց թիրախավորում չի եղել, այսինքն մենք չենք վիրավորում այդ մարդկանց եւ այլն։ Հիմա հասկանանք ինչի մասին է, որ իրանք ասում են Հայաստան դաշինքին թիրախավորում են, այդ ի՞նչ նկատի ունեն։ Խոսքը վերաբերվում է ապրիլի 28-ին իմ հետեւյալ արված արտահայտության համար, որ Հայաստանում երկու հոգի մարդ է դեմ իմպիչմենտին, այս է այս բացահայտումը, որը ուզում եմ ձեր համար անեմ։ Մեկը Նիկոլ Փաշինյանն է, պարզա չէ, ինչի որտեղ ինքը չի ուզում բանանի իշխանությունը անցնի, ընդ որում ԿՊ-ական падգամավորների մասին խոսք չկա այստեղ, ոչ կոնկրետ անձի մասին է Նիկոլ Փաշինյան, որը չի ուզում իշխանությունից հեռանա, ուզում է շարունակի օգտվել իշխանության բարիքներից բոլոր գնով, այսինքն հայրենիքը տալ, ընդեսահմանադրություն փոխել, անկախության հռչակագիր, մարդ մեռնի, բա կապ չունի, ինքը պետք է մնա իր կպած իր աթոռին։ Եվ երկրորդ անձը դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում լրիվ ուրիշ մոտիվացիա է։ Սա կրկնում եմ, հավասարության նշան չի այս երկու գործիչների մեջ, որտեղ իրանք բացարձակ հավասար չեն։ Իրոք անկեղծ հավասար չեն ու չեն կարող լինել, հա, երկրորդ նախագահ նույնիսկ եթե ինչքան սխալ ունեցել է կյանքում բազմապատկենք հազարով, ինքը երբեք մոտ չի կարող գալ Նիկոլ Փաշինյանի արածներին, ընդհանրապես ինձ թվում է ոչ մի հայ մոտ չի կարող գալ։ Այսինքն այդտեղ համեմատությունը ոչ թե այդ երկու մարդկանց վաստակի, երկու մարդկանց արարքների ու բանի մեջ է բացարձակ, այդպես չի, ոնց որ այդպես են ուզում ներկայացնել, այլ այդ երկու մարդկանց մոտեցումների մեջ է։ Հիմա հասկանանք, պատմեմ ձեզ, թե ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը դեմ իմպիչմենտի գործընթացին։ Եվ ինչի է այդ իր դեմ կարծիքին պատանդ դարձել Հայաստան դաշինքը, Հայաստան խմբակցությունը իր падգամավորներով։ Բանն այնն է, որ ինչպես եւ վաղուց ես դες ասել էի, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագիրը ինքը տեսնում է, որ չունի որևէ ռեսուրս, դա հիշում եք, չէ՞, խոսում, թե ռեսուրս չունի այդ մարդը, փողոց գեներացնելու, փողոցային պայքար իրականացնելու, հետեւաբար իր քաղաքական ապագան ինքը կապում է միայն ու միայն 26 թվականի ընտրությունների եւ այդ ընտրություններում նույն 21 թվականի կոնֆիգուրացիայով 26 թվականի ընտրություններին մտնելու հետ, այսինքն ինքը հիմիկվանից ասում է այսենց որ մնա վիճակը, այսենց ոնց որ հենց հիմա կա ասենց կոնսերվացվի 26 թվին էլի ես բանն եմ, ընդդիմադիր առաջնորդն եմ եւ այլն, գամ կարելու ենք կետ 2 կարգախոսով գա ժողովրդից քվե խնդրի ձեզ վիդեոներ ցույց տան, որտեղ իրանք այս 4 տարի ահեղ պայքարել է Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում այս հարցազրույցներից չեմ ջոգում, որ պայքարն է կապված Ռոբերտ Քոչարյանի հետ, որը կապված չի, որտեղ ոնց որ տենց հարցազրույցներ կա, որտեղ համարյա բոլոր պայքարների հիմնադիր Ռոբերտ Քոչարյանի անունն է նշվում, ես հիմք չունեմ դրան չհավատալու, անկեղծ եմ ասում, հավատում եմ, եւ այդ նույն հարցազրույց տվողը մեկ էլ կեսից էս ես չէինք էնի, ասես ինչ-որ փոխվում է այդ պարադիգման, բայց ձեզ ներկայացվելու է հենց ձեր են որ քայլում եք դուք sense ֆանալիկներով, բաներով, այդ սաղ այդ ամեն ինչը ներկայացվելու է որպես Ռոբերտ Քոչարյանի կողմից պայքար ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Հետևաբար անարդյունավետ, այսինքն բարձրաճոր արդյունք չի եղել, բայց մի հատ այս անգամ էլ ձեն տվեք, մենք կմտնենք բան
Ներկայացվել է վիդեոներ, որտեղ իրանք խրոխտ ելույթներ են ունենում ԵԽԽՎ-ի, այսինքն Ստրասբուրգներում, բաներում, Բրյուսելներում ինչ-որ բառեր են ասում։ Ներկայացվել է վիդեոներ, որտեղ իրանք խրոխտ հարցեր են տալիս Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովում։ Սենց բաներ է ներկայացվելու, որպեսզի փորձվի եւս մեկ անգամ ընտրությունների մասնակցելու փորձը արդարացվի։ Հիմա ձեզ ասեմ, եթե այս փորձով Ռոբերտ Քոչարյանը որևէ հնարավորություն կունենար հաղթելու Նիկոլ Փաշինյանին, ես դες երդվում եմ, բացարձակապես ոչ մի խնդիր ես չունեմ, ավելին ես ուժեղացնեի իր դիրքերը, ինչպես փորձում էի ուժեղացնել 2021 թվականին, հա? Ես 2021-ին ամեն ինչով մասնակցել եմ, դա Հայաստան դաշինքի բաներին այդ միտինգներին եւ այլն քարոզել եմ, ընտրել եմ, բան ոչ, ասեմ, sense ես կանեի դա։ Եթե տեսնեի գետ 1 միլիմետր հնարավորություն, որ 26 թվին նախ մենք կհասնենք այս տեմպերով, որովհետեւ այնտեղ էլ հարց կա, այսա դրան էլ կանրադառնամ, եւ եթե տեսնեի, որ նույնիսկ եթե հասանք 26 թիվ բան եւ այլն, այդ ընտրությունները այդ կարելի ենք կետ երկուսով մենք հնարավորություն կունենենք Նիկոլ Փաշինյանից ազատվելու։ Ձեզ փորձում են խաբեն Գյումրու ընտրության խայտառակագույն արդյունքներով, որովհետև մինչև Գյումրի ընտրությունները մենք ունեցել ենք Վանաձորի, Բերդի, Բերդ քաղաքի, բանի, Մասիսի, Կապանի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրիի ընտրություններ, այդ բոլոր համայնքներում միանձնյա ընտրվել են մինչև այս վերջերս ընտրվել են ոչ քպեական մարդիկ, ասենց ասեմ, հա, ընդդիմադիրներ։ Հիմա մենք այնտենց էվոլյուցիայով նվազել ենք, դարել ենք այնց, որոնց Գյումրիում, որտեղ երբեք քպեական իշխանություն չի եղել, կտրակցոնով մի կերպ ինչ-որ անցկացում են ինչ-որ մեկին, դա փորձում է ներկայացվի որպես լուրջ հաղթանակի, այսպես ասեմ, success story, լավ պատմություն եւ ձեզ դրանով խափեն, ասեն, այ հեսա տեսեք Գյումրիում ինչ կայֆ եղավ, եկեք այդ նույն ձևով կկրենք 26-ին։ Իրականում իրականությունը շատ ավելի դառն է, ժողովուրդ ջան, ասում եմ ձեզ դեմից տեղյակ բան, որպեսզի դուք իմանաք, իրականությունը կա շատ վատ իրականություն, բայց տեսանելի, որտեղ կարող է մինչև 2026 թիվը նույնիսկ երկրորդ եւ ինչու՞ չէ նաեւ երրորդ նախագահային եւ շատ այլ գործիչների կարող է Բաքվի պահանջով Նիկոլը հանձնի Բաքվին, ինչի՞ չէ որ հանձնի ինչ է կանելու։ Ասենք թե պատկերացեք, տելևիզորով ցույց են տալի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, չգիտեմ, այլ գործիչների զինվորական եւ ոչ զինվորական, ասենց թևերները ոնց որ մյուս մեր արցախցի գործիչներին տեսանք, ասենց զերփակալված մտցնում են սամալյոտ, տանում են Բաքու հանձնի Նիկոլը, որպեսի այստեղ վերարտադրվի դրա դիմաց։ Ինչ է կանելու։ Ինչ է, նույնը ինչը որ անում եք հիմա, ասենք Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի համար, այսինքն ոչինչ։ Հետևաբար ինձ թվում է այդ ծանր հեռանկարը, եթե ինձ վրա ազդում է, ես չեմ ուզում դա տենց լինի, դրա համար այսօրվանից պետք է այդ 26 թվի խոսույթը մի հատ կտրել ու մտնել արդեն ավելի գործուն առարկայական փուլ։ Իսկ ավելի ռացիոնալ դաշտում, ասեմ դες, եթե Նիկոլ Փաշինյանին այսօր, այսինքն մի քանի ամսվա մեջ հաջողվեց արտաքին աշխարհին համոզել, որ ինքը պետք է մնա եւ ղեկավարի Հայաստանից, դա կարող է հաջողվի, իրան դա մի քանի անգամ հաջողվել է։ Նաեւ մի անգամ 21 թվի ընտրությունների եւ այդ կարելու ենք կարգախոսի շնորհիվ մի անգամ հաջողվել է դելիշիասն։ Եթե մի հատ էլ հաջողվի եւ ինքը հասավ 2026 թվին, ինքը անպայման պարտադիր կերպով վերարտադրվելու է, որովհետև տեսնում եք, չէ՞, ով է իր հենարանը ժողովուրդը չի, այսինքն հասարակ ակտիվիստները չեն, ժողովուրդը չի, իր հենարանը նորքի ենթաղապետն է, պայմանական, ով որ ուղիղ եթերում քացուտակ գցեց այն ակտիվիստին ու եթե մարսեց, ուրեմն լրիվ մի անգամային լավ արեց, ես sense կասեմ, այսինքն ոչ թե որ ասում եմ լավ արեց, այլ եթե մարսում է, ի՞նչն է խնդիրը, թող էլի շարունակի տպել ծաղին ու մարսել, եթե մարսում է, որտեվ այս կյանքը մարսելու վրա է, էլի հասկանում եք, եթե ինչ-որ մեկ բան է անում ու հանրությունը դա մարսում է, ուրեմն վատ չի անում այդ մարդը առնվազն, որտեվ վատ բան աներ հանրությունը ուրիշ ձև կարձագանքեր, ուրիշ արդյունք կլներ դրա համար։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանը շատ
լուրջ է պատրաստվում այդ ընտրություններին, շատ լուրջ է պատրաստվում իր վերարտադրմանը, ամբողջ ընտրական ցիկլը իր ազդեցության տակ է, այդ միամիտ կտերը, որ ձեզ տալիս են, որ հեսա Գյումրիի օրինակը ցույց տվեց, բան դա չի, ոչինչ ցույց տվեց։ Գյումրիի օրինակը ցույց տվեց, որ հնդիմության վիճակը սարսափելի վատ է ընտրական առումով, սարսափելի վատ է, ավելի վատ է, քան 21 թվին։ Այսինքն, եթե 21 թվից վատ է մեր վիճակը, հետեւաբար դժե 21 թվի արդյունքը մենք չկարողանանք ստանալ, ապահովել, հետեւաբար այս պահին այն մարդիկ, ովքեր ասում են սպասենք 26 թվի ընտրություններին, իրանք հիմնականում պայքարում են 6-7 հոգանոց մի հատ ինչ-որ փոքրիկ խմբակցության 6-7 մանդատի համար։ Այսինքն այսօր սպանել երկրում քաղաքական պայքարի օրակարգը, որ մի տարի հետո ինչ-որ մեկը 6-7 հատ մանդատ ունենա, շատ կներեք, ես դա թույլ չեմ տա։ Ես հետևողականորեն կոչնչացնեմ նման խոսույթը։ Իսկ ինչի է իմ մոտ դա կստացվի, առաջին հերթին, որովհետև ես 26 թվով քաղաքական գործիչ չեմ, ընտրություններին մասնակցելու որևիցե ցանկություն եւ մտադրություն չունեմ, ընդ որում այս անգամ արդեն դաժե որպես ընտրողել ու ընտրվողել, այդ ոչ մի ձև ընտրությունների համար բացարձակապես քաղաքական իվենթ չեն ներկայացնում, եւ եթե ինչ-որ մեկը, ով ուզում է լինի, ինչ-որ մեկը կփորձի այսօր մարդկանց արդար, նորմալ, արդյունավետ պայքարը սպանել, բնում խեղդել, որ 6-7 հատ մանդատ ստանա 26 թվին, ուրեմն ես այդ մարդուն խոստանում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ ես իմ հաջորդ գործունեության հաջորդ փուլը ամբողջությամբ կնվիրեմ այդ նպատակի ոչնչացման համար։ Ես sense կդառնամ մարդ, քաղաքական բուլդուզեր։ Ես կավիրեմ ու կոչնչացնեմ, կապ չունի, որ քաղաքական ուժը։ Ես իմ կյանքս կձեռք բերի նոր իմաստ, միսիա ձեռք կբերի։ Հասկանում եք։ Այդ միսիան կլինի տենց։ Եթե ինչ-որ մեկը, կապ չունի ով այդ մեկը, կապ չունի նախկինում ինչ արժանիքներ, ինչ զասլուգաներ ունեցել կամ չի ունեցել։ Եթե ինչ-որ մեկը հանկարծ իր մտքով կանցկացնի, որ ինձնից ավելի համառ է, պожалуйста, давайте. Սկսենք up to you. Սկսենք տեսնենք թե այդ որտեղ կկտրի այդ կապը։ Կրկնում եմ, եթե ինչ-որ մեկը մարդկանց հանրության արդար պահանջը, արդյունավետ կռիվը կորոշի ի բնե ոչնչացնել, հանուն 6-7 հատ մանդատի, ապագա խորհրդանում, ապա ես կդառնամ այդ մարդու քաղաքական ռետինը, կջնջեմ այդ մարդուն քաղաքական, ոչ թե կոչ կանեմ, որ այս ինչը թող հեռանա քաղաքականությունից, այն ինչը թող հեռանա քաղաքականությունից, չէ։ Ես ուղղակի այդ մարդուն թույլ չեմ տա, իրականում թույլ չեմ տա, որպեսզի այդ մտադրությունը հասնի ավարտին, պրոստը չի լինի։ Սա sense։ Ես այդ հայտարարությունը արեցի, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է impeachment-ի գործընթացին։ Չանցած մի քանի օր այդ հայտարարությունը ստացավ իր ապացույցը։ Դուք բոլորը տեսաք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Քոչարյանի այդ ռեսուրսն էին, այդ այսպես կոչված 18 հոգին էին Facebook-յան այդ կատաղի կնիկները, դրանք տենց կպած բոլորին փռփռալով ապացուցում են, որ impeachment-ը չլնող բան է։ Հետաքրքիր մի հատ բան էլ ձեզ պատմեմ։ Ուրեմն Սրբազան պայքար տենց տելեգրամյան կանալ գոյություն ունի, հետո Սրբազանի համար ասեմ, որ իմանա։ Սրբազան ջան, դու անդադ Բագրատ Սրբազանի մասին է խոսքը գնում։ Դու անդադ ասում ես, որ դու շատ հզոր, լուրջ, անվախ քաջ մարդ ես։ Ես էլ հավատում եմ դրան։ Բա այտենց որ անվախ ու լուրջ քաջ մարդ ես, որ դու Նիկոլին պետք է հաղթես, չես վախենում Նիկոլից, վճռական ես եւ այլն։ Բա այդ ձեր Telegram կանալում, որ դրեցիք սկրիները ունեմ ընդ որում, երբ պետքա ձեզ կողարկեմ, այդ որ դրեցիք, որ բանը մենք տարել ենք նամակներ ենք ես ու այդ Գրղազարն ազգային ժողովում հանձնել այդ նյութը որ դրեցիք։ Բա հետո այդ որ ճնշեցին ձեզ խի հանեցիք այդ կնիկները։ Մենք էլ ուզում եմ հասկանալ, թե դուք երկու հատ կնիկների այդ Քոչարյանի պաշտպան հանդիսացող կնիկների տենց ճողճավոցից էիք տենց
բանոլում տենց զադնի դնում, բա Նիկոլին վաղը ոնց է հաղթելու, այդ հարցն էլ է, էլի ինչ մնում օրակարգում։ Խնդրում եմ այդ հարցի շուրջ մտածեք։ Անհրաժեշտության դեպքում այդ սկրիները կհրապարակեն, որպեսզի նաև այդ մասով էլ բանը լինի, էլի հավերժ հիշեցում լինի։ Հա, ինչև է, ես ապրիլի 28-ին երբ որ մենք տարանք այդ impeachment-ի նամակները տվեցինք, ապրիլի 28-ից մինչև Հայաստան դաշինքի Հայաստան խմբակցության իբր, բայց իրականում խմբակցության հետ որևիցե կապ չունեցող այդ հայտարարությունը, որ տեղադրվեց եւ առ այսօր մենք գտնվում ենք պրոքոչարանական այսպես պրոքսիների քննադատության թիրախում, որ ասում են թիրախավորում են հարգելիներս, իշխան ջան, աղբեր ջան, այդ մեզ են թիրախավորում։ Այ մենք պատասխանում ենք այդ թիրախավորմանը, ու ձեզ ընդ որում չենք պատասխանում, մենք պատասխանում ենք այդ թիրախավորումը վճարողին։ Հիմա ինչն է բանը, ես գիտեմ, որ կարող է շատ իմ ասածների հետ Էդգար Ղազարյանն ունենա նաև անհամաձայնություններ, այսինքն մենք տարբեր մարդիկ ենք, էլի, այնպես չէ, որ բոլոր հարցերի շուրջ նույն ձև ենք մտածում, բայց ամեն դեպքում այս եթերը ես նախապես համաձայնացրել եմ Էդգար Ղազարյանի հետ, կապ չունի դրա, բայց կարող է եթերի հնչած շատ հարց ձևակերպումների հետ համաձայն չլինի։ Իրականում տեղի ունեցած Ժողովուրդ ջան, որ այն զանգում հարցում եք, ասում եք, բայց ո՞նց եղավ, որ ես մենք գիտենք ընդդիմադիր են, բայց sense բանալում տեղի ունեցել հետևել է։ Ռոբերտ Քոչարյանը դեմ է impeachment-ի գործընթացին, ինչպես նաև ցանկացած այլ գործընթացի մինչև 2026 թվականը, որտեղ ցանկացած այլ գործընթաց լյուբոյ պայքար, լյուբոյ կռիվ Նիկոլ, այսինքն ինքը ուզում է ասես Նիկոլը, sense ոնց կա, sense մնա մինչև 2026 թիվ։ Ու սա ուզում է Քոչարյանը, Հայաստան խմբակցությունը չէ, Դաշնակցությունը չէ, այսինքն հատուկ ասում են, որպեսզի ոչ մեկ որ ցտից կեղծ յանում չի հասկացան եղածած կեցվածքներ չընդունի։ Սա ուզում է Ռոբերտ Քոչարյանը, որովհետև իր ռեսուրսը սուղ է, իր հանրային աջակցությունը ծայրահեղված վիճակում է գտնվում, ինքը որևիցե այլ ռեսուրս չունի, ինքը փորձում է Հայաստան խմբակցության 28 падգամավորներին ներկայացնել որպես իր ռեսուրս, ինչը իրականում բացարձակ այդպես չի։ Ինչ անում ինքը։ Ինքը Հայաստան խմբակցության, հիմա ուզում եմ խոսքս ուղղեմ Հայաստան խմբակցության падգամավորներին։ Հարգելիներս, սիրելիներս, 5-շաբթի օրը, երբ որ դուք հանդիպել եք Ռոբերտ Քոչարյանին, այդ Ռոբերտ Քոչարյանը ձեզ բացատրել է, ճակերտավոր բացատրել է, որովհետև դա իրականությանը չի համապատասխանում, դա սուտ պնդում է եղել, բացատրել է, որ սա իր այս impeachment-ի նախաձեռնությունը ձեր դեմ է։ Այսինքն սա ընդդիմադիր ինչ որ գզվրտոց է, որի արդյունքում կծնվեն նոր ընդդիմադիր ուժեր, դուք երկրորդական դերակատարում կստանձնեք, սա ինչ որ գենիալն ինչ որ եսին ինչ պլան է, որ դուք տենց այս հայերեն ասեմ, հա, որ դուք ձեզ խուրդեն, որ թազա ինչ որ մարդիկ գան, որ եւ այլն։ Դա իրականությունը Ժողովուրդ ջան, պարզ եւ ձեզ ես խեմ սես պարզ բերում դաշտ, որ պարզ հերք եմ, ասեմ, դա չի իր համապատասխանում իրականությանը Ժողովուրդ։ Այն մարդիկ, ովքեր այդ հանդիպմանը տենց խելոք տնբացրել են իրանց գլուխները, այդ ձեր падգամավորներից խնդրում եմ ուշադրեք եւ արագ համաձայնվել են դրան, իրանք իրանց ռասկլադներ ունեն։ Հարգելի շատ ավելի, ասենց ասեմ, մեծ դերակատարում ունեցող падգամավորներ։ Impeachment-ի գործընթացը ձեր դեմ չի, բացարձակ ավելին ասեմ, impeachment-ի գործընթացը ձևավորելու է քաղաքական դիվիդենդներ, ստեղծելու գեներացնելու, որը ազատ եք օգտագործել ձեր հայեցողությամբ, որտեղ մենք ոչ ես, ոչ Էդգար Ղազարյանը քաղաքական գործիչներ չենք, մենք կուսակցականներ չենք, մենք քաղաքական դիվիդենդ, որ եթե գեներացվի, մենք մեր տուն չենք տանելու այդ դիվիդենդը, հանգիստ կարող եք այդ քաղաքական դիվիդենդները, որոնք կառաջանան impeachment-ի գործընթացի ընթացքում օգտագործել ձեր քաղաքական ապագա գործունեության մեջ հանգիստ, вообще խնդիր չկա տենց, այդ նույն սկզբունքով վետո շարժումներ գործում։ Ավելի շատ, ասենց ասեմ, ոչ թե ավելին ասեմ, ոչ թե թիրախավորման մասին է ձեզ, այլ հակառակը թիրախավորումից փրկելու։ Այդ ձեր չմիանալը impeachment-ի, այս պահվածքը, այս մանկապարտեզային պահվածքը,
ես ես վստահեցնում եմ ինքը չի կարա ջրի էլի այս պահը։ Սա այլևս օրակարգի հարց է։ Քաղաքական դաշտը Հայաստանի այլևս նույնը չի, ինչ մի շաբաթ առաջ։ Մենք փոխեցինք քաղաքական դաշտի պարադիգման, հասկանում եք, բերեցինք դեպի արդյունավետության դաշտ, այլևս հանրությունը, ում վրա է հենված ձեր ամբողջ գործունեությունը, հիշեցնում եմ, ինքը արդյունավետ գործունեությունն է պահանջում ձեզանից եւ այլևս համաձայն չի բուրըն գործունեության իմիտացիայով խապվելու։ Իրական եմ ասում, այս ինչ ասում եմ իրական է, հարազատներս հետեւաբար հարգելի Հայաստան խմբակցության պատգամավորներ հատկապես ես նորից եմ ասում, դա սուտ է ինչ որ ձեզ ասվել է, դա ասվել է այն նրա համար, որպեսզի դուք այդ քաղաքական տրամաբանության մեջ մնաք, ձեզ պահեն մինչև 2026 թիվ, շատ փոքր խմբակցություն է, եթե հասնենք 21 թիվ բարով խերով, շատ փոքր խմբակցության մասին է խոսքը գնալու։ Այդ խմբակցության մեջ դուք հաստատ տեղ չեք գտնելու։ Տեղ գտնելու են այն մարդիկ, կոնկրետ այն մարդը, լավ ասած բաներով ասեմ, ով որ այդ օրինակ այդ խմբակցության հայտարարությունը կազմել է, դուք շատ լավ գիտեք այդ մարդը ով է։ Այդտենց բարեկամ ծանոթ հարազատ մտերիմ տենց մարդկանցով փոքր մի հատ քիփլիկ խմբակցության բազար է հիմա գնում։ Դուք այդ բազարում չկաք հավատացում ես։ Ես գիտեմ, որ ձեզ նաև փորձում են սենց ասեմ, վախացնեմ, որ դե թե տիպը ձեզնով չեթանք ուրիշ մի հատ ինչ-որ են Կոչուբաևյան ինչ-որ քաղաքական եսի միջ են ստեղծի, համ դրանով կետան, հավատացնում եմ ձեզ այդպես չի լինելու։ Հավատացնում եմ ձեզ։ Կախվածությունը ձեզանից շատ ավելի մեծ է, որովհետև դուք ունեք ռեսուրս ընտրական process-ին արդյունավետ մասնակցելու։ Մի թերագնահատեք ինքներդ ձեզ։ Հասկանում եք, դուք ուսապարկեր չեք։ Ձեզ Wi-Fi-ով բանով են, Wi-Fi-ով, WhatsApp-ով չեն ուղարկում, էլի ինչ խոսակ ու դուք էլ ուժ դեմքով ելնում խոսում եք։ Շատ վատ է նայվում կողքից ձեր այս 2-3 օրվա այդ թոթովախոս արդարացումները։ Խնդրում եմ ձեզ, իմ հարգելի եղբայրներ, քույրեր, իմ ընկերներ, ձեզ ոչ մեկ կրկնում եմ չի թիրախավորում, ոչ մեկ, բացարձակ ոչ մեկ։ Պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը այսօր բացեց հնարավորությունների եւս կարճ փուլ, կարճ մի հատ դուռ բացեց, որպեսզի նորից մենք սաղով հետ գանք կառուցողական դաշտ։ Արդեն իսկ հասկանալով, որ անկապ պայմաններ եք դրել ժողովուրդ կենրացնել, բան էդի արդեն ոնց որ ձեր խոսությունից դժը հանել եք։ Մնացել է այդ ձեներ, մեներ, բերեք, տարեք, բան, այս դմբոյությունը, ասենց ասեմ։ Ուրեմն էդ էլ եք հանում։ Ու վերջապես մենք բոլորով հանդիպում ենք իրար հետ, բոլորովս։ Ես ոչ մեկից հետ նեղացած չեմ։ Ինձ ինչ ասել եք եթերները, վաբշե խնդիր չունեմ ես։ Վաբշե խնդիր չունեմ։ Իմ նպատակը Նիկոլին հեռացնելն է, այդ նպատակի ճանապարհին բոլորդ հետ լիքը հարցեր կարա լինի, այդ սա թողենք մի կողմ։ Ժամանակն է, որ մենք բոլորով հավաքվենք ինչ որտեղ։ Ես առաջարկում եմ դաժե այս պաբում հավաքվենք, կամ եթե նույնիսկ ոչ բոլորը չէ, թող կան ինչ որ պատգամավորներ, նստենք, խոսանք, քննարկենք, այն մի խմբակցության հետ ինչ որ պայմանավորվենք, մենք կարող ենք դառնալ, ես Էդգար Ղազարյանը կարող ենք դառնալ ձեր ամբողջ ընդդիմադիր դաշտի բանագնացը։ Այսինքն բոլորի հետ գնանք խոսանք, համաձայնացնենք, հարմարացնենք բոլորի խացելկեքը իրար հետ սինխրոնացնենք, ստեղծենք մի հատ միասնական, մի հատ ինչ-որ գործընթաց, կռիվ տանք, հաղթենք։ Դուք կորցնելու բան չունեք։ Այս process-ի մեջ ձեր վարկանիշը, ձեր շանսերը հաջորդ, այն մյուս հաջորդ ընտրական process-ներին մասնակցելու բազմապատիկ անգամ բարձր կլինի, քան եթե դուք հիմա այսօր ձեզ թվա դուք մանկական ինչ-որ ձևերով փորձում եք ինչ-որ մարդկանց էշի տեղ դնելով կրուտիկներ անեք, լրագրողներ, այդ կրուտիկները վերջ չեն ունենալու։ Ավելին ասեմ, մենք հələ այն լուրջ մասին չենք ասել, ժողովուրդ ջան։ Այս մինչև այդ լուրջ մասին հասնելը, որտեղ արդեն քաղաքական առումով կացինով ենք մտնելու դաշտ, շատ վատ է լինելու, շատ իրոք չեմ ուզում այդ լինի, էլի չեմ ուզում հասնի դրան, որ ես
ասենք այն ինչ արել եմ ԿՊ-ի գլխին, Սորոսների գլխին, սկսեմ անել օրինակ ինչ-որ մի ընդդիմադիր ջենտլմեն գեներալի հետ, չեմ ուզում դա անեմ, դա իրոք չուզելով եմ անելու, բայց եթե հասավ դրան կանեմ, հետևաբար խնդրում եմ, խոնարհաբար խնդրում եմ, լուրջ եմ ասում, առանց ոչ մեկից չենք թիրախավորում, այս արդեն քաղաքական օրակարգի առաջնային հատված է impeachment-ը։ Դուք այլևս որևիցե կերպ չեք կա։ Եթե դաժե ես ու Էդգարը այսօր մեռնենք, չլնենք, խոսքի չգիտեմ։ Ես green card շահեմ գնամ Ամերիկա, Էդգարն էլ ասենք թե մեռնի, օրինակի համար եմ ասում։ Այս impeachment-ի թեման դրանից բացարձակապես որևիցե կերպով չի պակասելու։ Հասկանում եք, սենց ասեմ, այլևս դաժե մենք չենք կարող կանգնեցնել այս գործընթացը։ Այսինքն եթե դաժե դուք անդադ որոշում եք, որ մեզ քֆուր եք տալի, Էդգարին ասում եք անլուրջ, ինձ ասում եք ստորսրի կա, չգիտեմ, կոֆե դնող, ես ասած բաներ եք ասում, դրանից եթե նույնիսկ պատկերացնենք ձեր նպատակը ինձ սենց քաղաքականապես ոչնչացնելն է։ Okay, պատկերացեք ամենալավ ձևերով ստացվել է ձեր մոտ։ Ինձ ենթադրենք ոչնչացրել եք։ Ես չկամ, ես սենց մտնում եմ, ստատուս եմ գրում, ասում եմ Ժորժ ջան, ես այս պահից սկսած այլևս բանով քաղաքականության մեջ չկամ, ես չգիտեմ։ Գնում եմ կոֆեի բան բացեմ, խանութ բացեմ, կոֆե դնեմ սարի համար։ Նույնիսկ այդ դեպքում չի բրծնելու էս։ Օրակարգ թե Ժողովուրդ ջան, միամիտ մի եղեք, բրծավ, վերջացել է այլևս այդ հնարավորությունը, որից այն կողմ կարար էսի ըլներ կամ չլներ, արդեն ինքը կա։ Դուք պետք է սովորեք, հարգելիներս, ապրել այս իրողության մեջ, որտեղ կա impeachment-ի օրակարգ եւ որտեղ դուք պետք է դիրքավորվեք լավ, շատ արդյունավետ, շատ օգտակար ձևով ձեզ կրկնում եմ ոչ մեկ մի մտահոգվեք, հարազատներս մի մտահոգվեք, ձեզ ոչ մեկ չի թիրախավորում։ Եթե ինչ-որ թեմա կա, եկեք նստենք իրար հետ խոսանք։ Ես եմ ձեր մասին, դուք ձեր հարցազրույց եք տվել, ես ձեր այդ հարցազրույցը, ասենք օրինակ դրել եմ տենց live comment բանով, եղանակով բան եմ արել, ասել եմ, իրականում ձեր բարերի վրա եմ ասել, հարցը դա չի։ Բայց դուք այդ դեպքում հավատացում եմ ձեզ, այս այն մինիմալ վնասն է, որով դուք կարաք դուրս գաք այս թեմայի տակից։ Հավատացնում եմ ձեզ, էլի, այդ ձեր մեջ, Հայաստան խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր ինձ իրականում լավ ճանաչում են։ Իրականում լավ ճանաչում են։ Խնդրում եմ, այդ մարդկանց հետ մի հատ խորհրդակցեք։ Արժի արդյոք մտնել այս թեմայի մեջ, թե չարժի։ Արդյոք հնարավոր է ինձ կանգնացնել, արդյոք հնարավոր է ինձ, ասենք ես մի տարի նստած էի, գալիս էիք ինձ տեսնում էիք, որ հանդիպում էիք ինձ բանտում, ես ձեր վրա ինչ տպավորություն էի թողում, որ անկճված, նեղված մարդու տպավորություն թողում էի, դուք գալիս եք տեսնում եք ինձ, այ պատկերացեք, այն ինձ ոնց տեսել եք բանտում, այդ նույն տղեն եմ ես, նույն, ու եթե ես դա բանտում եմ այդպես եղել, պատկերացեք ազատության մեջ եմ ոնց կլինեմ, այնց որ թարգեք այդ անիմաստ փորձերը, այդ ես ոչինչից ոչ վախում եմ, ոչ մի պայմանով այս թեմայից հետ չեմ կանգնելու, առաջ եմ գնալու բոլորի վրայով, եթե կարիք լինի, բացարձակապես այդ խնդիրը չունեմ, ու սենց լիքը բաներ, դրա համար ձեր ցավը տանեմ, եկեք այդ անիմաստ անտագանիզմը, այդ հորինված այդ մեր յանիմ կռիվը, եկեք թողեք ռադարեք մի կողմ, աշխատենք այդ բանի ուղղությամբ, այդ միասնական կռվի ուղղությամբ։ Սա իմ առաջարկն է ձեզ, վստահ եմ ասում նույն առաջարկը կաներ նաև Էդգար Ղազարյանը, ինքն էլ է կառուցողական տրամադրված։ Այսօր պատիվ ունեմ պատասխանից հասկացա, որ պատիվ ունեմն էլ է դիրքավորված կառուցողական աշխատանքի։ Մի դարեք էլ այս թեմայի կռայնին լուրջ եմ ասում։ Այդ սենց մնալու է, սենց ինքը շանս չկա, էլի որ ընդդենք մինչև թեկուզ 26 կփոխվի։ Կամ ձեր քաղաքական ղեկավարի հետ խոսացեք, բացատրեք։ Ինքը ընդեղ ձեզ ասում է, որ ինքը ինչ-որ բանը Պուտին ինգերն է, անդը դաբրոներ ունի, բան, հավատացնում եմ ձեզ, դա իրականությանը չի համապատասխանում։ Մի մնացեք այդ հեքիաթի տակ։ Այդ մարդու հետ խոսացեք, ասեք, այդ ցավը տնեմ, ինչ ես ուզում մեզնից։ Թող մենք մտնենք այդ թեմայի մեջ, կռիվ տանք ու հաղթենք Նիկոլին։
այդ պարադիգմայով շարժվենք առաջ։ Ինձ թվում է հարթան, երբ որ արդեն հաղթենք, բրծնենք, այդ ժամանակ արդեն լրիվ ուրիշ քաղաքական իրողություն կլինի այս երկրում, այդ ժամանակ լրիվ ուրիշ քաղաքական սերունդ կլինի այս երկրում, դաժե կարող է մեր սերունդը արդեն շատ ծեր լինի այդ քաղաքական սերունդի դիմաց, էլի։ Ստոպ տանք, այս ամեն ինչ էս, ինչ որ մեր երկրի արհավիրքների պատճառն է, մենք էլ մեր առաքելությունը այս կյանքում տենց համարենք արած։ Հարազատներս թարգեք, եկեք իրար հետ կռվենք, իրար հետ դեմ կռվենք, այլ իրար հետ կռվենք Նիկոլի դեմ։ Լավ մնացեք, համբուրում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, վարկյան առաջ, օր առաջ, ժամ առաջ եկեք կառուցողական դաշտ, այս վերջ չունի, այս որ ես գալիս տենում բան եմ, որ բայս ինչ հարցին, բա սակուրան, բայս, բայն, վախի չարիք, բա 22 տվին խի տապալվակ, բայց էսի միշտ ալնելու։ Սա ավարտ չունի, քանի արդյունավետ կռիվ չենք տվել ու սաղի բերանը փակել, որ մենք ագնացինք, կռվեցինք, հաղթեցինք։ Այդ գլուխ հարթուկոցիները մինչև հիմա եղել է, իրանք անընդհատ դրվելու է ձեր դեմ։ Լավ մնացեք, գրկում եմ բոլորիդ, պատժում եմ։